Դատական նիստն հայտարարում բացված, շարունակում ենք TIF-ՀԿԴ կոտորակ 01, 34, կոտորակ 02, կոտորակ 24 քաղաքացիական գործի քննություն ըստ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության ընդդեմ Արտուր Բաղդասարյանի և մյուսների ապօրինացակնություն գույքի բռնական պահանջի մասին։ Դատական նիստերի քարտուղարին խնդրում զեկուցել դատարանին, թե ովքեր են ներկայացել դատական նիստին։ Դատական նիստին ներկայացել են գլխավոր դատախազության ներկայացուցիչներ Արտաշեսյանը, պատասխանատուներ Արտուր Բաղդասարյանի ներկայացուցիչ Մհեր Շահնազարյանը, Վահան Բաղդասարյանի ներկայացուցիչ Էդգար Նավասարդյանը, Վարուժան Բոլորչյանի ներկայացուցիչ Արման Սահակյանը, երրորդ անց Հայասի գյուղ ընկերության ներկայացուցիչ Կարինե Սարգսյանը, դատավարության մյուս մասնակիցները ծանոթված չեն ներկայացել եւ դատական նիստերի դահլիճում ներկա իրավաբանկետների օպերատոր Տիգրան Ղուկասյանը վերջինիս ցանկանում է կատարել դատական նիստի տեսանկարը։ Նոր ներկայացուցիչներ ունենք, ստուգենք ինքնությունների լիազորությունները, ձեզնից սկսենք։ Ես Աննա Սաքսյանը, Հայասի գյուղի ներկայացուցիչը, կոնտակտային դրամանը, լիազորագիրը եւ պայմանագիրը, ինչպես նաև պետրագիստերի ներկայացուցիչը Եվ անձահաստող փաստաթուղթ։ Ներկայացվել է Հայասի գրուպ սահմանափակ պատասխանատվության ընկերության պետրագիստրից քաղվածք, որտեղ գործադիր մարմնի ղեկավարի անունը հասկանշված է Վարուժան Բոլորչյան Թաթուլի, մասնակիցներ Կավեքս գրուպ, ներկայացվել է աշխատանքային պայմանագիր Հայասի գրուպ ՍՊ-ի Իդեմստանոն Բոլորչյանի և քաղաքացի Կարինե Նորիկի Սարգսյանի, որով որ պայմանագրի առարկան հանդիսանում են, որ գործատվում հանձնարարությամբ սույն պայմանագրի մեկետը նշված վարչության դիմաց աշխատող են աշխատանքի ընդունում ֆինանսական խորհրդատուի պաշտոնում, իսկ աշխատողը պարտավորվում է իրականացնել ընկերության կանոնադրությամբ աշխատանքային կանոններով ընկերության ներքին կանոնակարգերով սահմանված պարտականությունները, ներկայացվել է հրաման, որով Կարինե Սարգսյանը նշանակվել է ընդունվել աշխատանքի որպես ֆինանսական խորհրդատու եւ ներկայացվել է լիազորագիր տրված 2026 թվականի հուլիսի 20-ին, որով Հայասի գրուպ ՍՊ ընկերությունը Իդեմստանոն Բոլորչյանի լիազորել է ընկերության ֆինանսական խորհրդատու Կարինե Սարգսյանին, անձնագրի համարը նշված է, որպես ներկայացուցիչ հանդես գալու դատական բոլոր այցաններում, ներառյալ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն դատարանում եւ իրականացնել մի շարք դատավարական գործողություններ, որոնք որ նշված են լիազորագրում եւ հրամանի դնօրինակը եւս ներկայացվել է անձնահաստող փաստաթուղթ տրված Սարգսյան Կարինեին, դատարան ինքնության լիազորությունների հաստատում է ձայն օրինականացման քարտը վերադարձնում է ձեզ։ Ներկայացեք։ Ես Էդգար Նավասարդյանն եմ, հաստատանք, ներկայացնում Վահան Բաղդասարյանի շահերը, ծավերցրեկին պասպորտին ակնագիտն է, հաստող պասպորտին եմ, իսկ լիազորագիր ուղարկել եմ ձեզ էլեկտրոնային եղանակով։ Բնօրինակ ունեք լիազորագրի։ Այս պայն չունեմ, բայց հետագա կարող ձեզ տրամադրել։ Պետք է բնօրինակը լինի, որպեսզի կարողանա դատարանը ձեր լիազորությունները հաստատել։ Լիազորագրի պատճեն է առկա գործում թվագրված 2026 թվականի մայիսի 12-ին, որով Վահան Բաղդասարյանը լիազորել է փաստաբանների պալատի փաստաբան Էդգար Նավասարդյանին, հանդես գալու դատական բոլոր այցաններում, ներառյալ սնակության դատարանում, դատախազությունում, սրաբաժանումներում, ոստիկանությունում եւ այլ մարմիններում եւ իրականացնել մի շարք դատավարական գործողություններ, որոնք որ նախատեսված են լիազորագրով, լիազորագիր տրված է 3 տարի ժամկետով, ներկայացվել է փաստաբանների պալատի վկայական համար 339/64, տրված Էդգար Նավասարդյանի եւ անձնահաստող փաստաթուղթ անձնագիր տրված Էդգար Նավասարդյանին։ Դատարանը ձեր լիազորությունները պայմանով է այս բանին հաստատում, պարոն Նավասարդյան, պետք է բերեք լիազորագրի բնօրինակը, եթե հաջորդ դատական նիստին չբերեք, չեմ թույլ տալու, որպեսզի ուրեմն շարունակեք մասնակցությունը, որտեղ պետք է լիազորագրի բնօրինակը լինի։ Ուղղակի որպեսզի
նիստը ուրեմն մենք չհետաձգենք կամ այլ խնդիրներ չառաջանա։ Ես որում դատական նիստից հետո ուղարկեմ յոթուս դիալոգագիրը։ Շատ լավ բնորոշ ուղարկեք, այո։ Շնորհակալություն։ Համասարական ապարտական նիստի ընթացքում ստուգել է լիազորությունները, ուղղակի լիազորակի բնօրինակի լիազորակի բնօրինակը, անձնասիրող փաստաթղթը և փաստաբանական գործունեության անդամակարգը։ Շատ լավ, ներկայացվել է լիազորակի բնօրինակը թվագրված 2016 թվականի փետրվարի 17-ին, որով Skype ընկերությունը իդեմս տնօրեն Բոլորչյանի լիազորագրով լիազորել է Արման Սահակյանին հանդես գալ դատական բոլոր ատյաններում և իրականացնել մի շարք դատավարական գործողություններ, որոնք որ նախատեսված են լիազորագրով, լիազորագիրը տրված է 3 տարի ժամկետով դատարանած ձեր ինքնություն լիազորությունները արդեն իսկ ինչպես ցույց հաստատել է ձեր բնօրինակ փաստաթղթերը վերադարձնում է ձեզ։ Ինչ կարծիք են կողմերը, որպեսզի այսօրվա դատական նիստը տեսանկարահանվի։ Արտադրական ոստավակից մանրավասություն չի կրատես լիազորագրում մանրավասությունը, մենք նախնում բախտում մասնիցի, դիպրոշում չի փոխոքվել, ըսկերության հետարաբար լիազորության բացակայությունը, բնականաբար ենթադրել է տեսանկարահանման դեմ հանդես գալ։ Ձեր պատկերի մասով միայն, պարոն Շանազյան, միայն ձեր պատկերի մասով, դեմ չեք, որպեսզի դատախազությանը և դատարանին նկարահան։ Միայն պատկերի, այլ ընդհանրապես նիստի տեսագրության։ Շատ լավ, բայց գիտեք, որ ձայնագրառումը իրականացվել է, այսինքն իրականացվելով կարող է ձայնագրառում։ Ձեր դիրքորոշումը։ Ես նույնպես համաձայն եմ Գեորգյոս հետ։ Դուք լիազորագրի մեջ չկա իսկ դա պարտադիր պետք է լինի լիազորագրի մեջ։ Ամեն դեպքում ներկայացնել ենք մի դիրքորոշում է կարծիք, որի վերաբերյալ պետք է մեր կարծիքով մեր վստահողների կողմից ունենալ պատվիրակված լիազորություններ, պատվիրակվածով մի քիչ ճոխնջած տրված լիազորություն։ Ես ուղղակի ուզում հասկանամ, եթե նյութ է պատրաստվելու, այսինքն ձայնագրառումը դնելու են միևնույն է կայքում եւ ձեր խոսքերը, այսպես ասած, մեջբերված կարող է ինչ-որ մի մասը հանած կամ չգիտեմ, մի մասը արած, ես ուղղակի այդ տրամաբանությունը եմ ուզում հասկանամ առարկություն, եթե ձեր պատկերի մասով առարկեիք, բայց զուտ լիազորության մասով ես ուղղակի դա չեմ կարող հասկանալ։ Համապատասխան ձևերին նկատմամբ ունենք, որ արվում ճանաչում գիտենք, սա ասնավոր գործունեությունն է, չնայած նրան, որ մենք գտնվում ենք դատավարական տիրույթում, այնուհանդերձ որոշակի առում ունի մասնավոր իրավականություններ, այդ դրամով պայմանավորված մեր դիրքորոշումը, մենք որևէ խնդիր չունենք հայտարարել։ Լավ, դատարանը լսելով կողմերի դիրքորոշումները հաշվառելով որ դատական նիստի տեսանկարահանումը իրականացվում է կողմերի համաձայնությամբ եւ դատարանի թույլտվությամբ նկատի ունենալով որ պայմաններից մեկը առկա չէ, այսինքն կողմերից մեկը համաձայն չէ, դա բար դատարանը որոշած չթույլատրել այսօրվա դատական նիստի տեսանկարահանումը ձայնագրառումն իրականացվելու է ընդհանուր կարգով։ Ինչ կարծիք են կողմերը, որպեսզի գործիքնությունը շարունակենք դատավարության մյուս մասնակիցների բացակայությամբ։ Մյուսների դիրքորոշումները շատ լավ, լսել եք կողմերի դիրքորոշումները, հաշվառելով որ դատավարության բոլոր մասնակիցները քաղաքացիական դատավարության օրենսգրքի մասով համարվում են բաժանված ծանոթված այսօրվա դատական նիստի ժամի եւ այլի մասին դատարանը խոչընդոտ չի տեսնում, որպեսզի գործիքնությունը շարունակենք վերջիններից բացակայությամբ։ Շարունակենք նախնական դատական նիստում դիվանյակա հարցերի քննարկումը։ Պարոն Շանազյան, ձեր մասով մենք հարցերը սպառել ենք, ճիշտ է ամբողջությամբ, հայցի առարկայի հետ կապված։ Մյուս մասնակիցները հարցեր ունեն հայցի առարկայի։ Մասով դեռևս մնացել է որոշակի առումով դիրքորոշում հայտնելու հնարավորություն։ Դե մինչև դիրքորոշումների առարկություններին անցնելը լսենք մյուսներին, որպեսզի անցնենք հաջորդ դատավարական փուլին, եթե հարցերը սպառվել են, հարցեր չկան, կանցնենք արդեն առարկություններին պատասխանողների եւ երրորդ անձանց։ Ունեք դուք հարցեր հայցի առարկայի հիմքի հետ կապված։ Մյուսները հայցի առարկայի հիմքի հետ կապված չունեք, դուք էլ չունեք։ Շատ լավ, պարոն Շանազյան, անցնենք ձեր առարկություններին։ Հարգելի դատարան, դատավարության հանդեպ մասնակիցներ, չնայած որ նախորդ դատական նիստի ժամանակ ընդհանուր կոնցեպտուալ մոտեցում ներկայացվել է, այնուհանդերձ ծանոթանալով հայցորի կողմից ներկայացված հաշվարկին եւ հայցին եւ առարկայի փոփոխություն թույլատրել նոր պատասխանողներ ներգրավելու միջնորդությանը անհրաժեշտություն առաջացավ ներկայացնել գրավարություն, որ մեկ օրինակը ցանկանում հանձնել պատասխանող կողմին, մեկ օրինակը դատարանին գործընկերներս արդենից հանձնել է։ Ըստ
Ըստ էության առարկությունները բաժանում են հետևյալ երկու կարևորագույն մասերի, արգելք դատել, որ շատ կարևոր է գործի լուծման համար ըստ էության բավականին խոր նշանակություն ունի։ Ուրեմն առաջին կարևորագույն մասը, որ ես ցանկանում եմ շեշտադրել, դա այն հետևյալն է։ Ըստ էության հայցվորը հաշվի չի առել վստահողից Արթուր Բաղդասարյանի 1991-ից մինչև 2002 թվականը ընկած որոշ ակնհայտ եկամուտներ։ Խոսքը վերաբերում է այնպիսի հաստական տվյալներով հիմնավորված եկամուտների, որոնք որ մի մասով նաև հանրային փաստեր են, այսպես հայցվոր կողմը հաշվի չի առել Արթուր Բաղդասարյանի հետևյալ ստացված եկամուտները։ Առաջինը ժամանակին Արթուր Բաղդասարյանը Հայաստանի Հանրապետության պետական առաջին հեռուստաընկերության վարել է օրենք և իշխանություն ծրագիրը, գրեթե 5 տարի անընդմեջ։ Այդ աշխատանքը եղել է վճարովի, վարձատրվող աշխատանք եղել, աշխատանքի անցնելու և աշխատանքից ազատվելու հանգամանքը նշված է Արթուր Բաղդասարյանի աշխատանքային գրքույկում։ Երկրորդ, նույն այդ ժամանակահատվածում Արթուր Բաղդասարյանը հանդիսացել է բավականին հայտնի նաև մեր հանրության բավական հայտնի ասպարեզ միավորման նախագահ։ Այդ աշխատանքը հանդիսացել է վճարովի և աշխատանքի ընդունվելու և ազատվելու փաստը հաստատվել է վերջինիս աշխատանքային գրքույկում։ Երրորդը, մեզ բոլորիս հատկապես իրավաբաններից բավականին հայտնի է օրենք և իշխանություն ամսագիրը, որ նաև գիտական հանդես է եղել, տպագրվել է պարբերաբար։ Արթուր Բաղդասարյանը հանդիսացել է տվյալ պարբերականի գլխավոր խմբագիրը, այն եղել է վարձատրվող աշխատանք և դրա վերաբերյալ աշխատանքի ընդունվելու և աշխատանքից ազատվելու փաստը հաստատվել է աշխատանքային գրքույկում։ Մյուսը վերստին մեր իրավաբաններից բավական հայտնի ժամանակին ստեղծված իրավագետների և քաղաքագետների միավորում կազմակերպությունը, որը բավականին լուրջ գործունեություն է ժամանակին ծավալել և այդ կազմակերպության ներսում առկա բոլոր, այսպես ասած, հաստիկակազմը եղել են վարձատրվող հաստիկներ, նամանավանդ երբ խոսքը վերաբերվել նախագահին, Արթուր Բաղդասարյանի տվյալ միավորման նախագահ ընդունվելու և ազատվելու հանգամանքը նույնպես ֆիքսված է վերջինիս աշխատանքային գրքույկում։ Նաև զարմանալիորեն արգելք դատարան հաշվի չի առնվել Արթուր Բաղդասարյանի կողմից ներկայացված հայտարարելով ամրագրված 8 միլիոն դրամի եկամուտները, որոնք վերջինս ստացել է գրքերի վարձատրության միջոցներից։ Եվ ըստ էության ինչ է ստացվում։ Ուրեմն, երբ որ ուսումնասիրում ենք դատախազության կողմից ներկայացված հաշվարկների միջնորդության նշված հիմնական մահավորների ծագում ունեցող գույքի առանձնահատկությունները, մինչև 2009 թվականը Արթուր Բաղդասարյանի մասով հայտնաբերվում է մեկ, հայտնաբերված է ըստ միջնորդության մեկ անշարժ գույք, Բայրոնի, եթե չեմ սխալվում 3 հասցեն գտնվող բնակարան է, բազմբնակարան շենք մարգաբնակարան և ավտոհանդրումը դրա որոշակի տոկոսամասը, իսկ նշված եկամուտների հաշվառման դեպքում ոչ միայն Արթուր Բաղդասարյանի մոտ չէր ձևավորվելու, այսպես ասած, ապօրինի կամ չհիմնավորված եկամուտ, այլ նաև դրական մնացող թող, որի վերաբերյալ առարկությունները նաև քանի որ միասնական խմբով ենք աշխատել, կներկայացվեն նաև մյուս ներկայացուցի կողմից, միասնական խմբով ամբողջությամբ վեր է հանվել։ Հաջորդ տարիներին փոխանցվող գումարները այն չափի են, հաջորդ տարիներին էստաֆետային սկզբունքով փոխանցվող գումարներն այն չափի են, որ բավարարում էր և ընկերություններ ստեղծելու, և կարող էր նույնիսկ նոր բնակարան գնել, և մի խոսքով կարող էր ձեռնարկատիրական տարաբնույթ գործունեություն ծավալել։ Ինչևից է, նշված փաստը խնդրում եմ հաշվառել հարգել դատարան, քանի որ ըստ էության տեսեք ինչ է կատարվում։ Եթե փաստորեն այս հանգամանքները հայցողի կողմից հաշվի առնվեն, եթե իմ կողմից նշված վարձատրության միջոցները հաշվի առնվեն, ապա ոչ թե ինչ-որ պաթետիկ հայտարարություն եմ անում, այլ ուղղակիորեն սույն հայցը ներկայացնելու իրավական հիմքեր իսպառ բացակայում են։ Կոնկրետ սույն հայցը ներկայացնելու իրավական հիմքեր ամբողջությամբ նյութաիրավական մասով, դատավարական մասով անձնական ամբողջությամբ բացակայում են։ Ուրեմն հաշվի առնելով նաև հայցողի կողմից ներկայացված անշարժույթի մասով սույն քաղաքացիական գործի շրջանակներում ներկայացված հայցի մասով ապօրինի գույքերի իրավական ճարտարապետությունը, որ ներկայացվել է,
Ըստ էության ինչ է ստացվում Հարգելի դատարան, ասում են 2009 թվականի, երբ Արթուր Բաղդասարյանն իր կողմից ստեղծվող ընկերությունների միջոցով սկսում է իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն, տեսեք ինչպիսի միտք է արտահայտված հենց ուրեմն հայցի եւ արարական փոփոխելու միջնորդությամբ։ Ինչեցնում այդ միտքը։ Իրավասու մարմինը ապօրինի ծագում ունեցող գույք է դիտարկել նաև Gavex Group ՍՊ ընկերությունը, քանի որ որովհետև վերջինս ձեռք է բերել ապօրինի ծագում ունեցող Հայասի Group ՍՊ ընկերությունը։ Բացի այդ, Արթուր Բաղդասարյանի պատկանող իրավաբանական անձանց գործունեությունը այնքան միախառնված է, որ հնարավոր չէ տարանջատել, թե կոնկրետ ընկերության եկամտաբերությունը ինչի հաշվին իրականացվում։ Բացի այդ, Արթուր Բաղդասարյանը որպես պաշտոնատարած չէր կարող իր օրինական միջոցներով գեներացնել նման եկամուտներ ընկերության միջոցով եւ ավելին չուներ իրավասություն, քանի որ պաշտոնական անձանց համար մշտապես գործել են սահմանափակումներ։ Ակամայից այս հիմնավորումն ըստ էության չունի, այսպես ասած, կոնկրետ հաստատական եւ իրավական հողումներ, սա ըստ էության սուբյեկտիվ եզրակացություն է, մեկնաբանություն է, այսպես ասած, կարծիք է, որը հետևում է հետևյալով։ Առաջինը Արթուր Բաղդասարյանի մոտ օբյեկտիվ հաշվարկել դեպքում գեներացվում են այնքան միջոցներ, որ Արթուր Բաղդասարյանը կարող է ժամանակի Հայաստանի Հանրապետության սահմանափակ պատասխանատվության ընկերությունների մասին օրենքով սահմանված կարգով վճարել ընկերության կանոնադրական կապիտալի նվազագույն գումարը օրինական միջոցներով, նվազագույն գումարը եւ ստեղծել ընկերություն։ Աստորեն տեսեք այստեղ հայցված կողմի ինչ միջոց է կիրառել գույքը ապօրինի դիտարկելու համար ընկերությունների մասով արգել դատարան։ Ճակերտների մեջ ասած կիրառվել է վիրուսային էֆեկտ, ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ եթե մասնակցությունն ապօրինի է, ապա դրանից բխող բոլոր, այսպես ասած, վերակազմները ապօրինի են, դրանց շրջանառությունն ապօրինի է, մի խոսքով դրանցից ծնվող մնացած բոլոր ընկերությունները ապօրինի են։ Քիչ առաջ ես թվարկեցի բոլոր այն վարձատրության միջոցները, որոնք որ ստացել է պարոն Բաղդասարյանը, եւ դրանցից բխող դրական մնացորդը, որը նաեւ կներկայացվի շուտով նաեւ ստապացույցների փաստարկված, որը նորից են կրկնում, Արթուր Բաղդասարյանը կարող է հիմնել ոչ միայն ընկերություններ, այլ կարող է ձեռք բերել նույնիսկ նոր բնակարան, կարող է չգիտեմ նոր բիզնես սկսել եւ այլն։ Ըստ էության Gavex Group ՍՊ ընկերության ստեղծման առումով նյութաիրավական մասով ոչ իրավաչափության որևէ նվազագույն անգամ տար հայցվորի կողմից ապացուցված չէ։ Հարգարժան գործընկերից 1000 անգամ թողնելի ըստ էության օգտագործված է ոչ թե փաստարկված ինչ-որ տվյալ, այլ օգտագործված է հայտարարության մեթոդը, ինչ եմ ասում հայտարարության մեթոդը, որովհետև եթե նշում ենք սա ապօրինի, ապա պետք է տանենք որոշակի փաստական տվյալ հետ կապակցեն եւ կանք իրավական գնահատական, որն այս պարագայում բացակայում է։ Հարգելի դատարան, նույնը վերաբերում է նաև Gavex Group-ի հետ կապված Հայասի Group ընկերությանը։ Հայասի Group ընկերության մասով հետաքրքիր իրավիճակ է ստացվում։ Հայասի Group ընկերությունը Հայաստանի եզակի ընկերություններից է, որը ստեղծվել է բացառապես վարկային միջոցներով, եթե չեմ սխալվում, Հայասի Group ընկերությունը ստացել է եւ առայժմ մարմնի բարդությունների մեջ 20 միլիոն ԱՄՆ գերազանցող չափի վարկային միջոցներով։ Այդ գործարանը Գինու եւ Պունյակ գործարանը կառուցվել է բացառապես Ագվաբանկ եւ Ամերիաբանկ եւ Արցախի ընկերությունների ստացված վարկային միջոցներով, այնտեղ որևէ անձնական ներդրում արված չէ կարող կատարել, որտեղ խոսքը վերաբերում է ահռելի գործարանը, բնականաբար այն պետք է իրականացվել ֆինանսական միջոցներով, իսկ ֆինանսական միջոցները չէ կարող տիրապետել Արթուր Բաղդասարյանը, նրանք տիրապետել է բացառապես նորից ընկերությունում վարկային միջոցներով ստացված գումարներով կատարած ներդրումների արդյունքում։ Այս առումով հատկանշական են հանգամանքներ, հարգելի դատարան, որ վերակազմակերպման գործընթացը դատարանի հայցվորի կողմից գնահատվել է որպես, չգիտեմ, եկամուտ թաքցնելու ասեմ, թե միախառնված կամ կանոնջատման համար ոչ հնարավոր։ Տեսեք, ինչ է կատարվել։ Ըստ էության իրականացվել է քաղաքացիական հարաբերություններում բավականին դասական առումով կիրառելի վերակազմակերպման գործընթացը։ Վերակազմակերպումը ըստ էության հարգելի դատարան, դա քաղաքացիական իրավունք է պարտավորական հարաբերություններում եւ ըստ էության որոշակի առումով ունի նյութաիրավական իմաստ։ Ինչ եմ ես այդպես ասում, որովհետեւ վերակազմակերպման տեսակները ինքն նախատեսված են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով եւ վերակազմակերպումը նախատեսված է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի
71-72 հոդվածներում նախատեսված է սահմանափակ պատասխանատվության ընկերությունների մասով հենց այդ ընկերությունների գործունեությունը կարգավորող օրենքով որպես կոլեգալ մարմնի կողմից ընդունվելիք որոշում, որը որ ընկերությունը կարող է վերակազմակերպվել 5 ուղղություններով։ Եվ այստեղ որպես հարյուրավոր փաստար Գագիկ դատարանը պետք է նշենք հետևյալը. յուրաքանչյուր վերակազմակերպման դեպքում հիմքում ընկած են 2 դասական տնտեսաիրավական փաստաթղթեր, որոնցով որ եւ երևում է փոխանցվելի գույքը եւ ընդհանուր, այսպես ասած, դրամաշրջանառությունը։ Խոսքը վերաբերում է բաժանիչ կամ անջատիչ հաշվեկշռին կամ միացման հաշվեկշռին, ինչպես նաեւ փոխանցման ակտն։ Այսինքն այս 2 փաստաթղթերով, եթե նշված է որ միախառնաձև հնարավոր չէ տարանջատել, հնարավոր է տարանջատել փոխանցվող գույքը ակտիվների պարտավորությունները ամբողջությամբ։ Գագիկ դատարան ըստ էության պետք է փաստենք հետևյալը, որ նկատում ենք նաև զավեշ տալի մի իրավիճակի, երբ որ թվով 2 վարկեր, 2 կամ 3 վարկեր, որը կներկայացվի, որևէ կերպ հաշվի առնված չէ ընդհանուր շրջանառության մեջ։ Եվ ըստ էության այդ հաշվի չառնված մասով էլ հետաքրքիրն է, որ հայցողի կողմից այդ հաշվի չառնված մասը, որը որ պետք է հիմնավորվել օրինական դառնալ, այդ շրջանառությունը նշված է որպես ապօրինի շրջանառություն, այսպես ասած։ Ըստ էության ևս մեկ կարևորագույն նկատառը, որը բավականին ակնառու է Եվրոբիլդինգ ընկերության Հայասի գրուպն է, մյուսը չէ, ոնց որ Հայասի գրուպ Եվրոբիլդինգ ընկերության եւ Արթուր Բաղդասարյանի միջև կնքված փոխհարության Եվրոլայն ընկերության դրա մասին կա նշված է, ըստ էության երակողմ ակտը դիտվել է ապօրինի, այն դեպքում երբ որ սովորական հաշվանցումների ակտը պարտավորությունների, այսպես ասած, միմյանց նկատմամբ զիջելով եւ դադարեցնելու ակտ է, որը որ նույնպես քաղաքացիական իրավունք է։ Կամ Տիգրան Բաղդասարյանի կողմից իրականացված փոխանցումը գործընկերության մասով։ Այո, Golden Grape ընկերության մասով դիտարկվել էր որպես ապօրինի Արթուր Բաղդասարյանի չառնչվող գործարքը, որևէ կերպ չառնչվող գործարքը դիտարկվել որպես ապօրինի շրջանառությունը միացվել էր Արթուր Բաղդասարյանի ապօրինի շրջանառության ծավալին։ Այն դեպքում, երբ որ այդ իրավարարության սուբյեկտ Արթուր Բաղդասարյանը բացարձակապես չի հանդիսացել։ Դրա նկատմամբ տվյալները նույնպես կներկայացվի քիչ հետո։ Գագիկ դատարան օբյեկտիվորեն ես այն կարծիքին եմ, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը որպես հայցվորի պետք է իրականացնի, այսինքն պետք է ըմբռնումով թողնող հանգելի գործընկեր սուղի ստեղծված իրավիճակի ձեռներով առկա է անհրաժեշտություն վերահաշվարկ իրականացնելու համար։ Իմիջիայլոց կցանկանայի մի կարևոր հանգամանքն է ուշադրություն դարձնել։ Իհարկե ես ներկայացնում Արթուր Բաղդասարյանի շահերը որոշակի առումով այո փորձել եմ ամեն ինչանուր Արթուր Բաղդասարյանի շահերը պաշտպանել, բայց բոլորովին այլ բան է պաշտպանական մարտավարությունը, բոլորովին այլ բան է, երբ որ մենք հաստատում ենք օբյեկտիվ փաստերը, օբյեկտիվ անհերքելի փաստերը։ Այն կողմից նշված այդ 5 եկամուտները, 5 վարձատրության միջոցները, հիմա նամանավան նորից եմ կրկնում, այն 8 միլիոն դրամը, որը որ Արթուր Բաղդասարյանի եկամուտների հայտարարում է նշված եղել, հայտարարագիր, որ ստուգվել է բազմաթիվ անգամ, հայտարարագիր, որում ներառված տվյալները որևէ մարմնի կողմից չեն հետևել, դրանք հաշվի չեն առնվել։ Նորից եմ կրկնում, եթե օբյեկտիվ եւ կատարվի օբյեկտիվ եւ փաստարկված վերահաշվարկ հայցվորի կողմից, մենք պատրաստ ենք մեր մասնակցություն ունենալ արգարժան հայցվոր կողմի փորձագետների կամ տնտեսագետների հետ, ներկայացնել այդ փաստարկները, որի ման նաեւ ներկայացվի, այստեղ նորից եմ կրկնում, իրավիճակը էականորեն փոփոխվելու է։ Եվ իհարկե Վահան Մոսկովի Բաղդասարյանի ներկայացուցիչը մասնակցում է դատական նիստին, նաև ցանկանայի ևս մի կարևորագույն հանգամանքի մասին խոսել, նաև տեղեկություն ունենք, որ Վահան Մոսկովի Բաղդասարյանի ներկայացուցիչ ժամանակին, նախկին ներկայացուցիչ ժամանակին Հայաստանի ուսումնասիրության փուլում դեռևս ապացուցիչ ներկայացրել արել, որ վերջինս չի հանդիսանում Արթուր Բաղդասարյանի ընտանիքի անդամ, ժամանակին արկայել ամուսնալուծություն եւ վարել առանձին տնտեսություն։ Զարմանալի է, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը հանգամանք հաշվի չի առել եւ ներկայացվել է նաեւ հայցադին, որի արդյունքում իրավական պատասխանատվության պետք է ենթարկվի համիրավի Վահան Մոսկովի Բաղդասարյանը։ Հիմնականում այսքանը Գագիկ դատարան, այն ինչ որ ցանկանում են ներկայացնել, պատրաստ եմ պատասխանելու հարցերին։ Շուտով հարցերն Տիկին Արտաշյան։ Շահնազարյան, այստեղ նշել եք, որ
Յավասումանի կողմից հաշվի չի առնվել Արտուր Բաղդասարյանի կողմից հայտարարում նշված 8 միլիոն դրամի գրքերի դիմաց ստացված արձակության միջոցները։ Ըստ էության մենք որպես գիտական գործունեությունից ստացված եկամուտ, գիտական գործունեությունից ստացված եկամուտ ընդհանուր առմամբ հաշվարկում ներառել եւ հաշվի առել ենք մոտավորապես 9.522.532 դրամ որպես հենց Արտուր Բաղդասարյանի կողմից հայտարարված միջոցների հետ մասով համատական վերլուծություն իրականացրել եք։ Մի համակարգչը միասին պատասխան որտեղ մենք մեր հաշվարկները պատրաստել ենք ներկայացնենք էլեկտրոնային դրամով, մանրակրկիտ հաշվարկը։ Եթե չեմ սխալվում ֆրանսիական համալսարաններ եւ նաեւ մի քանի այլ մասնավոր բուհեր, որոնք տեղեկանքներ են տրամադրել Արտուր Բաղդասարյանի գիտական գործունեությունից ստացված եկամուտների մասով, որոնք հայտարարների թվերի հետ չեն համընկնում եւ մենք ընդունել ենք հայտարարների նշված թվերը։ Ճիշտ է, տաղավարը այնքան մեծ չէ, բայց ամեն դեպքում այն գումարները, որ անձը հայտարարել է, այդ մենք հաշվի առել։ Ուրեմն ավելի դատարան 9 նշված 8 միլիոն դրամը հաստատվեց վերաբերում է 2000 ներկայացված հայտարարում, ինչ վերաբերում է 9.100.000 որոշակի դրամով գումարին, ապա ցանկանում եմ նշել, որ դրանց մասին մենք տեղեկություն ենք, եթե չեմ սխալվում, դա վերաբերում է 2003-ից հետո գիտամանկավարժական գործունեությանը։ Խոսքը վերաբերում է կոնկրետ 2000 թվականին հայտարարում նշված 8 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամներ։ Այն 9 միլիոն, որ նշեցիք, մենք դրա մասին տեղեկում դա 2003-ից թվականների առանցքում գիտամանկավարժական գործունեության արդյունքն է։ 2001-ից 4-ն է, ըստ էության մեր կողմից հաշվարկված գումարները։ 1-ից 4-ը, ճիշտ է, 1-ից 4-ը։ Դուք կնշեք 8 միլիոն դրամը որպես վարձատրություն, որտեղից է ստացվել։ 98-ից 2000 թվականներին է նշված հայտարարում, 7 գրքերի հրապարակումից ընդհանուր 8 միլիոն դրամ, ինչով է հաստատվում, որ բուհերից է ստացվել, կամ եթե բուհ չէ այլ կազմակերպությունից որտեղից է ստացվել, այդ մասով ունեք արդյոք որոշակի ապացույց բացի հայտարարում նշված տվյալը, թե ոչ։ Որովհետև այլ գիտամանկավարժական գործունեությունից ստացված եկամուտների մասով մենք համադրելի տվյալ ունենք նաև տեղեկանք եւ բավարարության տեսանկյունից մեզ համար այդ մասով որոշակիորեն բավարար եղել է եկամուտ ընդունելու, բայց կոնկրետ 8 միլիոնի մասով որևէ բան չկա կամ իրենք հայտարարում նշված տվյալը, որովհետև չի երևում նաև թե որտեղից է ստացվել։ Ուրեմն անգելի դատարանը մի պատասխան հարգարժան հայց որ ներկայացուցիչ կողմից կատարված հարցադրման դատարանը ներկայացնում Ռուսաստանի Դաշնության նախագահի ժողովրդական տնտեսության և պետական ծառայության Ռուսաստանյան ակադեմիայի նախագահ դիտության լծող պրոյեկտի ազարովի գրությունն ուղղված Վահե Թորոսյանի իրավաբանագիրով համոզացել Արտուր Բաղդասարյանի ներկայացուցիչը, որով հայտնվել է հետևյալի պատասխան ձեր հարցման տեղեկացնել Արտուր Բաղդասարյանի կենսաճանապարհների մասին կենսաչափական նյութի տրամադրման հարցի վերաբերյալ հայտնում հետևել է Ռուսաստան Դաշնության նախագահի ժողովրդական և պետական ծառայության ակադեմիայի գրադարանում պահվում են հետևյալ աշխատանքները։ Սրանք բոլորը վերաբերում են մինչև ուրեմն 2000 թվականը տպագրված գրքերին, որոնք որ վաճառվել են տարբեր փուլերում։ Այո, նաև այլ ապացույցներ ունեն, դրանք ներկայացնենք երկրապահական պարտականության բաշխումից հետո ես ներկայացնում եմ մեկ օրինակը դատարան և մեկ օրինակը հարգարժան կողմից։ Այլ հարցեր ունեն հարգարժան հարցեր, բայց այստեղ ձեր ներկայացրած ապացույցի գրքերի ավտորեֆերատների ցանկն է։ Այո, բոլորը վաճառվում են։ 8 միլիոնի ձևավորման աղբյուր ուղղակի չտեսա, կա գրքերի ցանկ, բայց այստեղ որևէ կերպ չի երևում, որ այդ գրքերից կոնկրետ 8 միլիոն դրամ եկամուտ է
Բայց ապացույցների մասով ես կներ, ներկայացնում սակայն ցանկանայի ու կարևորագույն հանգամանքի վրա հարգի գործընկերություն ուշադրություն դարձնել, որը ելույթում է հայտարարելն է։ Հայտարարի երբ ներկայացնում է հետարքի իրավական ռեժիմ ունի, դրանում նշված տվյալների նախ պատասխանատվությունը կրում է հայտարարի ներկայացնողանց եւ երրորդը անցնում է որոշակի ստուգման։ Այդ ստուգման ժամանակ այդ հանգամանքները չեն հետևել, որևէ կերպ չեն հետևել եւ նամանավանդ Ստեցան մեր կողմից սույն ապօրինի ծագման բռնագազման վարույթի դատավարական բնույթի գործողություն մասնակցելուց մենք էլ զրկված չենք, ամեն կերպ հիմնավորելու մեր օրինական եկամուտները եւ ես կարող եմ պարզապես հողում անել հայտարարին եւ ներկայացնել, որ Հայաստանի Հանրապետությունն ընդունել եւ ճանաչել է Արթուր Բաղդասարյանի կողմից 8 միլիոն դրամի եկամուտ ստացածնելու փաստեր ութանանքավարժական գործողությունից։ Այնուհանդերձ ցանկանալով ավելի ստեցան առարկայական դարձնել մեր հիմնավորումները մենք նաև ներկայացնում ենք հնարավորինս ձեռքերով բոլոր փաստաթղթերը, որոնք նաև ձեռքերով փուլում են մասնագետներով։ Շատ լավ, դիրքորոշումը կհայտնեմ հարցերից հետո։ Պարոն Շահնազարյան, ընկերությունների մասով ես ցանկանում ճշտել, արդյոք Արթուր Բաղդասարյանի մասնակցությունը երբևիցե հավատարմորեն կառավարման մասնագետ էր։ Այս բանը, հենց կոնկրետ այս բանը չեմ կարող պատասխանել այդ հարցին, ճշտեմ եւ պարտավորում կարևորագույն հարցը պարտավորում հետագայում հաջորդ դատականությունին պատասխանել հենց այս բանը չեմ կարող պատասխանել հարցը։ Շատ լավ, հաջորդ հարցը ըստ ձեր առարկությունների նշել եք, որ Հայասի Group ընկերությունը ավելի է դիտարկվել հաշվի առնելով վերակազմավորման հանգամանքը, որը դասական քաղաքացիական ցանկարք է։ Մեր միջնորդությամբ այդ հանգամանքները ևս կան, որոնք կոչված են Հայասի Group ընկերության ապօրինության հիմնավորման տեսանկյունից, այդ մասով որևէ դիրքորոշում ունեք, թե դիտարկում։ Ես ցանկանում եմ կոնկրետ նշեք փաստը, ես պատասխանում։ Շատ լավ, կոնկրետ փաստը հարկեդական ըստ միջնորդությամբ ներկայացված փաստական հանգամանքների Արթուր Բաղդասարյանը որոշակի Հայասի Group ընկերությունը տրամադրել է փոխհարություն, որոնց մի մասը չի հիմնավորվել օրինական եկամուտներով, բացի այդ ոսկեվազոն կան գույքեր, որոնց ներդրումային արժեքներ էին ստացվել, ներդրումային արժեքներով պայմանավորված գույքերի որոշակի մաս դիտարկվել է ապօրինի, այնուհետև գույքերը ներդրվել են Հայասի Group ընկերությունում եւ օգարվել են Հայասի Group ընկերությանը 3 միլիոն 500,000 դրամ չեմ սխալվում, սակայն հաշվի առնելով նշված գույքերի ըստ էության ընդհանուր ներդրումային արժեքը, որ բնականաբար ավելի շատ է, քան գույքերի օտարման արժեքը, եւ ասում այն ակնհայտորեն միայն մտավախությունը, որ գույքերը շուկայականից էականորեն ցածր գնով են օտարվել, այսինքն դա պետք է լիներ այն ռեժիմի տակ, երբ որ գույքը շուկայականից էականորեն ցածր է օտարվել, եւ համարվում է անձին պատկանող գույք, ապօրինի ծագում ունեցող գույք է, եւ հետեւաբար պետք է բռնականացվել Հայաստանի Հանրապետության վրա հաշվառնելով, որ մենք Հայաստանի Group ընկերություն դիտարկում ենք ապօրինի եւ ընկերության բռնականացման պահանջենք ներկայացնում, որ իմը շնորհավորում է գույքերի բռնականացման պահանջ ընկերության հաշվեկշռում գտնվող այդ մասով առանձին պահանջներ ներկայացված չեն, այսինքն մենք առնվազն բացի վերակազմավորման հանգամանքից եւ երբևիցե մեր միջնորդության հիմքում չի ընկել եւ եղած չի եղել միայն վերակազմավորման առանձնացման կամ միավորման եղանակով ընկերությունների ապօրինի դիտարկելը, այլ նաեւ այլ փաստական հանգամանքների համակցություն են կազմել, առնվազն երկու դեպքով ցույց են տվել, որ Հայասի Group ընկերությունը տրամադրել են ապօրինի դրամական միջոցներ փոխհարության տեսքով, Հայասի Group ընկերությունում ներդրվել են ապօրինի ծախսող գույքեր։ Պատասխանում մեծարժուկը, քանի որ ինչպես ասում են, սույն քաղաքացիական գործի կորիզներից մեկն է հենց հարցադրումը, որ տրվեց, ուրեմն հարգելի գործընկերներ տերությունը ես պատասխանեցի իմ հիմնավորները ավելի ճիշտ խոսեցի այն մասին, որ Հայասի Group ընկերությունը չեմ ծավալում, ուղղակի կարճ էպիզոդիկ այն եզակային ընկերությունից, որը ստեղծվել է բացառապես վարկային միջոցներով, Հիմա ասեմ կոնկրետ ձեր հարցերի պատասխանին, եթե Արթուր Բաղդասարյանի կողմից փոխհարություն է տրվել Հայասի Group ընկերությանը, ապա ինչ է տեղի ունեցել հետևյալ, նշանակում է, որ Հայասի Group ընկերությունը ստանձնել է վարկային պարտավորություն, վարկային պարտավորությունը չկատարելու հետևանքով հայտնվել է Հայաստանի Հանրապետության վարկային ռեգիստրով նշված ցուցակում, ստիպված Արթուր Բաղդասարյանը որպես ընկերության հիմնադիր ստացել է անձնական վարկ, անձնական վարկը ներդրել ընկերությունում, հետո ընկերությունը աշխատել է, բնականաբար որոշակի եկամուտներ փոխանցել է կամ որոշակի գումար Արթուր Բաղդասարյանը մարել է։
Սա զուտ փոխառությունների մասով ասում, եւ սա բավականին նորմալ, այսպես ասած, ճգնաժամային կառավարման, այսպես ասած, քաղաքականությունն է, կամ ինվեստիցիոն քաղաքականությունը էական չի, սակայն ամբողջ փոխառությունների կառուցվածք եւ դրամաբանությունը այդ հիմքով է, եւ նույնիսկ Հայասի գրուպ ընկերության գործունեությունը, այսպես ասած, այն կարգի եկամտավերջերը կարող են վարկել մարոր, այսօր խնդիրների տակ է, բռնագանձման գործընթացների տակ է, այսպես ասած, եւ դեռ հայտնել չի ապագան ինչպես կլինի։ Ինչևից է մասն ավելի կոնկրետ եւ Հայասի գրուպ ընկերության ներկայացուցիչ չպատասխանի ավելի կոնկրետ, սակայն նորից եմ բերում, մենք երբեք ապօրինի, այսպես ասած, գումար, չիմնարված գումար, որ կարող է կարգավիճակով հանդիսանալ որպես ապօրինի եկամտական գույք, չի ներդրվել փոխանցվել Հայասի գրուպ ընկերությանը, ինչ վերաբերում է գույքի փոխանցմանը, եթե նկատենք հողամասերը եւ այլն, ապա դրանք ձեռք են բերվել օրենքով սահմանված կարգով նախնի սեփականատերերից եւ ներդրվել ընկերությունում։ Հիմա ներդրման փաստն է ձեր մոտ ապօրինի գույքի ներդրման փաստը։ Օրինակ, վերցնենք համապատասխան քանի հողամասերը շատ են, չեմ ցանկանում ձեզ ծանոթանալ, ասում օրինակ ցույց տվեք, որ հողամասը որ կադաստրային ծածկագրով, որը ասեք։ թվականին ոսկեվազ առաջին փողոց արագածոտնի մարզ 5-րդ ներված դաշնասասի գույքի վրա իրականացվել է շինարարություն, տրվել է ճարտարապետագծային առաջադրանք եւ շինթույլտվություն։ Շինարարական աշխատանքների ներդրումային արժեքը սպորտի եզրակացության միջին արժեքը 92,425,000 դրամ է կազմել, որից օրինական եկանտները ըստ իրավասումանի հաշվարկի 70 միլիոն դրամն է հիմնարարվել օրինական եկանտների մնացորդով։ Ոսկեվազ համայնքի առաջին փողոցի 5-րդ ներվածի 15 հասցեան գտնվող 02-087-010-028 կադաստրային ծածկագրերով անշշտություն պահեստների կառուցման համար կատարվել են ներդրումներ, որոնք կազմել են միջին արժեքով 257 միլիոն 95,000 դրամ, որից օրինական եկանտները 155 միլիոնն է հիմնավորվել։ Այսինքն նշված գույքերը 22%-ով դիտարկվել են ապօրինի եւ հետագայում այս արժեքով ներդրումային արժեքով գույքերը, որոնց առավել քան 200 միլիոնից ավել ներդրումներ են կատարվել, Հայասի գրուպ ընկերությանը կատարվել են 3,500,000 դրամով եւ ակնհայտ է բարձր հաշվարկի տեսանկյունից, որ գույքերը օտարվել են շուկայականից ձեռականորեն ցածր արժեքով եւ դրա համար նշեցի, քանի որ ընկերությունը որպես ապօրինի ունեցող գույք պահանջում է, այդ գույքերի շուկայական արժեքների առանցք պահանջ չի ներկայացվում։ Լավ, կանոնացի չկրկնենք, հետագայում գործընկերությունը նույնիսկ խոսի, հնարավոր հարցին պատասխանի իրականացի ներկայացուցիչը։ Իրականում ինչ տարածքի մեջ է դառնալու այդ հանգամանքը, ինչ է տեղի ունեցել։ Վահան Արտուրի Բաղդասյանը 2,5 միլիոն արժեքով ձեռքաբերել այդ երկու գույքը եւ հետագայում նույն արժեքով վաճառել է Հայաստանին։ Բայց այդ ժամանակահատվածում զգալի շինարարություն է տեղի ունեցել, պահեստներ են կառուցվել, որը ձեր փորձագետի կողմից գնահատվել է 50 միլիոն դրամ, որը ըստ էության որևէ փորձագետ այնտեղ չի եղել, չգնահատել է շինությունները պատրաստված, ինչպես եւ այլն, բայց սա չի եղել։ Էակայինը այն է, որ այդ ժամանակահատվածում Հայասի գրուպը խոշոր վարկ է ստացել, որի մասին հիմնավորում ենք հետագայում կներկայացնենք, բանկից տեղեկանքները տրամադրվում են, մեզ մոտ միայն կտրոններն են, ինչի արդյունքում շինարարությունը իրականացվել է բացառապես Հայասի գրուպի միջոցներով եւ բնականաբար իրականացվել է Հայասի գրուպի համար։ Ուստի Վահան Արտուրի Բաղդասյանը ուղղակի վերցրել է այն գումարը, որ ինքը վճարել է այդ տարածքներ ձեռքբերելու համար, ինքը չի իրականացրել այդ շինարարությունը, շինական աշխատանքներ եւ եթե Վահան Արտուրի Բաղդասյանը նպատակ ունենա ապօրինի եւ կեղծ եկամուտ ստանալ գույքից, ինքը հակառակ ավելի բնականաբար ավելի մեծ գումարով կիրացնել այդ գույքը Հայաստանին եւ ավելի մեծ գումար կստանալ նրանից, քանի որ նման նպատակ չի հետապնդվել, այդ նպատակը եղել է ուղղակի գույքում կառուցել պահեստ, որը հետագայում ծառայել է Հայասի գրուպի գործունեությանը, հետևաբար Հայասի գրուպն է վճարել շինարարության գումարը, ծախսերի հոգացել եւ բնականաբար 350 միլիոնով ուղղակի հնարավոր չի որևէ պահեստ նմանատիպ պահեստներ կառուցել, բայց սա մենք այս պահին չենք վճարում։ Ուստի Վահանը զուտ Հայասի գրուպից վերցրել է այն գումարը, կներեք եթե իրավական տերմինալի մեջ եմ ընդհանրում, որը ինքը վճարել է դրա տարածքը, այնտեղ դուք գնաք տեսնեք, որ հենց մի գումարն է վերցրել, ինչ որ ինքը վճարել է դրա տարածքը ձեռքբերելու համար։
Դասական դեպքում է ստացել, թե Արթուր Բաղդասարյանի անձնական միջոցով։ Հայաստանի գրոհը ունի 16 թվականին վերցրած զարգային միջոցներ, Իսկ նպատակային կարգա, հաշվի ֆինանսավորող կարգ, overdraft-ային կարգ, հաշվային չէ։ շատ լավ, Մենք դրա մասին տեղեկատվությունը ներկայացնենք։ Այլ հարցերն եք Տիկին Արտասյան։ Հարգելական ամփոփ դիրքորոշում։ Չէ, դիրքորոշումների ժամանակը չի Տիկին Արտասյան, դիրքորոշումները արդեն դատականության փուլում։ Այլ առարկություններ ունեն մյուս ներկայացուցիչները։ Առարկություններ, որ ներկայացնեն։ Այսինքն բոլորդ միանում եք առարկությունին, պարոն Շանազյանը ներկայացրեց։ Այո, նույնն էլ ձերքել բերվել միայն պարտային միջոցներով, հետևաբար պարտային միջոցներով ձերքել չէ Ասենք։ Ինչպես նշեցի, ես Հայասի գրուպի ներկայացուցիչն եմ, պարոն Սարգսյան, գիտության ֆինանսով, ֆինանսական գիտությամբ եւ քանի որ գործը Հայասի գրուպ Արթուր Բաղդասարյան եւ այլ ընտանեկան միջոցներ բավականին փոխկապակցված է, ուստի մեր ֆինանսական վերլուծությունը իրականացվել է ԻԲՆ եւ ներառել ամբողջ դատախազության կողմից իրականացված աշխատանքները, ուստի շատ ծավալուն է եւ խնդրում եմ անդրադառնալ։ Ունեք տարբերակների դատարանի եւ կողմերի համար։ Այո, ներկայացրեք։ Ի սկզբանե ուզում եմ ընդգծել, որ սույն ելույթի նպատակը մասնագիտական ֆինանսատնտեսական տեսանկյունից ներկայացնել քարտով դատախազական աշխատանքներում ամբողջությամբ արտացոլվել են ուսումնասիրվող անձանց օրինական եկամուտները, ֆինանսական շահերը, փոխհատուցումները, պարտավորությունները, վարկային եւ բանկային եւ այլն։ Մեր կողմից իրականացած վերլուծության ընթացքում ի հայտ են եկել այնպիսի ականվածքներ, որոնք հստակ ազդում են աշխատների արժանահավատության վրա։ Նախ եւ առաջ բնականաբար մենք մեր ուսումնասիրությունը բաժանել ենք 3 հատվածի՝ 94-2004, 4-14 եւ այդպես։ Փորձել ներկայացնել առաջին 1993-ից 2004, ինչու, որովհետև առաջին ամբողջի ծախսում ներկայացած որպես գույքը հենց 2004 թվականին ձեռք բերված Հայաստանի անշարժ գույքն է։ Ինչպես նշեց պարոն Շահնազարյանը, ես այստեղ արդեն թվերով կնշեմ, պարոն Բաղդասարյանը 1992 թվականին հանդիսացել է ասպարեզ միավորման տնօրենը, որը գիտամանկավարժական գիտահրատարակչական, ինչպես նաև անվագրային գործունեություն է իրենից ներկայացնում, զբաղեցրել է բնականաբար կառավարող պաշտոն։ 95-ից 98 թվականները աշխատել է հանրային հեռուստաընկերությունում, վարել է իր հեղինակային հաղորդումը օրենքի իշխանություն, որ հեղինակ եւ գորով, այսինքն բավականին լուրջ վարձատրություն, որը նույնպես մեր հաշվարկներում ներկայացված չէ, որպես փաստ հենց հիմա ինձ մոտ ուղղակի գրիչով չեմ վերել, որտեղ փոխանցենք, հետագայում փոխանցենք։ Թե լուսանկարներ, թե ձայնագրություններ, օրինակ Հարություն Խոբելյանական հաղորդումից ձայնագրություն կա, բայց ցավոք սրտի հանրային այդպես ամբողջությամբ ակտիվը չի պահպանվել, ամեն դեպքում մենք փաստեր ունենք եւ դրա վկայությունն է երևի մի քիչ ավագ սերնդի բոլոր ներկայացուցիչները։ 95-ից 2001 թվականներին հրատարակվել է օրենք եւ իշխանություն գիտական ամսագիրը, այսինքն հրատարակվել է ամսական սկզբունքով, բնականաբար առկա են բազմաթիվ օրինակների լուսանկարների, ֆոտոները եւ վիպակների հետ կապված տվյալներ, որոնք նույնպես հետագայում կներկայացնենք դատարանին։ Բացի այդ 95-ից մինչև 2003 թվականները պարոն Բաղդասարյանը հանդիսացել է իրավագետների եւ փակերիկների միության նախագահը, որոնց մասին առկա են աշխատանքային գրքույկում համապատասխան նշումները ընդունման եւ ազատման մասին։ Այսինքն առնվազն 4 ուղղությամբ ղեկավար պաշտոն զբաղեցնող եկամուտներ չեն հաշվարկել, ինչը բնականաբար էականորեն կարող է ազդել հաշվարկի վրա։ Մենք իրականացրել ենք պաշտոնտեսական հաշվարկ, այսինքն վերցրել ենք տվյալ թվականների միջին վիճակագրական աշխատավարձը, չենք վերցրել պաշտոնատարության աշխատավարձը եւ ստացել ենք, որ եթե հաշվարկված լինեն նվազագույնը 9 միլիոն, ներողություն 3 միլիոն դրամ պետք է ներառված լինել հաշվարկի մեջ։ Այսինքն, եթե մենք գնանք դեպի բայարակի հաշվարկները, այստեղ 3 միլիոնի մասին է խոսքը, ընդհանուր բնակարանի ձեռքբերման 30%-ի մասին, այստեղ արդեն ծածկում է այդ 3 միլիոնի մասին։ Բայց խոսքը այստեղ ենթադրյալ կամ հետագայում ստեղծած եկամուտի աղբյուրների մասին չէ, սա հանրահայտ փաստ է, այս ամբողջ գիտագործնական գործունեությունը եղել է հանրության աչքի առաջ, ապացուցելի է եւ ըստ մեզ փաստեր են։ Ինչ վերաբերում է 8 միլիոնին եւ ձեր ասած սա չի հիմնավորում, որ Ռուսաստանից ներկայացած մեր տեղեկանքը ծածկում է 8 միլիոնը։ Պարոն Բաղդասարյանի հեղինակած գրքերը ֆինանսավորվել են նաեւ հանրահայտ տեսքով
Ֆրանսիայի կառավարության կողմից, որոնց վերաբերյալ մենք նվեր ենք գրություններ, որպեսզի ստանանք համապատասխան տեղեկանքներ, բայց բնականաբար այդ կառավարությունից տեղեկանք ստանալը մի քիչ բարդ պրոցեդուրա է, բայց ունենք նաև ֆրանսիական մատենաշարերը, որոնք ֆինանսավորվել են, այսինքն հոնորար է տրվել USAID-ի կողմից, որի վերաբերյալ գիտեք գրասենյակը այսօր Հայաստանում չի գործում, բայց ունենք այդ հրատարակչություններ, որտեղ այդ disclaimer ասված է, հատուկ իրենց նշումը, որ այստեղ դա իրականացվել է USAID-ի պատվիրով, գրքերի վրա առկա է, մենք այդ օրինակները ունենք, դրանց կոպիաներ ունենք, նույնպես հետագայում կտրամադրելու դատարանի։ Այսպես, սա 8 միլիոնի մասով, այսինքն, եւ այստեղ ուզում եմ հատուկ նշել, որ տիկին դատախազ խոսքը վերաբերում է ավելի քան 50,000 օրինակ տպագրված եւ իրացված գրքերի մասին։ Եվ բնականաբար այս թիվը իրացման արդյունքում շատ ավելի մեծ է լինելու։ Մենք նաեւ ունենք տեղեկանքներ, որտեղ նշված է իրացման գները, պատի եւ այլն, որոնք հետագայում աշխատում նույնպես կներկայացվեն դատարանում։ Ֆինանսական գնահատման տեսանկյունից սա ընդունելի մոտեցում չէ եւ փաստացի կատարված աշխատանքը հրապարակային գործունեությունը տպագրված եւ իրացված տասնյակ հազարավոր գրքերը հաշվարկում եկամուտ չեն հանդիսացել, չեն ձևավորվել, բացակայում են որպես եկամուտ եւ ըստ մեզ մինչեւ այս ժամանակահատվածը իրագործված հաշվարկները նվազագույնը ոչ ամբողջական են։ Ըստ դատախազության հաշվարկի Արթուր Բաղդասյան 2003 թվականի տարեվերջին ունեցել է 476,530 ռուբլի մնացող։ Հա, այստեղ ուզում եմ նաև մեջ բերել, որ մենք առաջարկում ենք նաև Վահան Նոսկովի Բաղդասարյանի եւ մեկ դրվագովարում են Վահանի Բաղդասարյանի գործարքները հանել հաշվարկից, որովհետեւ ապացուցված է, որ այդ մարդիկ որևէ տնտեսական ընդհանուր տնտեսություն չեն վարել, միասին չեն ապրել եւ բնականաբար կապ չունեն իրենց կատարած գործարքներ միմյանց հետ։ 2003 թվականի տարեվերջին ունեցել ենք 476 ռուբլի մնացորդ, սակայն այդ ընթացքում, որը փոխակերպվել է 2300 դրամի, այդ ընթացքում Արթուր Բաղդասյանը զբաղեցնելով բարձրագույն պաշտոն, ցանկացած քաղաքացու տեսնելով երկրում կատարվող իրավիճակը, $200 փոխակերպում է, փոխաշուտի փոխակերպում է իրականացվել, որը հետագայում ավելի ուշ փոխակերպվել է դրամի, մենք կներկայացնենք ամսաթվերը, մոտավոր հաշվարկներ, կարող եք նույնիսկ վատագույն կուրսերով հաշվել, ինքը մոտավորապես 75,000 դրամ մնացորդ առաջացնում 93 թվականից հետո, երբ որ ռուբլին փոխակերպվեց դրամի։ Այսպես, ըստ մեր հաշվարկների ստացվում է, որ 2003 թվականի տարեվերջին մենք ունեցել ենք 1300 դրամ, $200 մնացորդ։ Այստեղ չեմ ուզում արդեն նշել 8 միլիոն դրամի մասին պարոն Շահնազարյանը նշեց, որը հայտարարում առկա է եւ փաստում է գիտագործնական գործունեության մասին։ Այստեղ ուզում եմ անդրադառնալ նաեւ 2003, 2001, 2099 թվականը, երբ որ հիմնադրվել է ստեղծվել է ֆրանսիական համալսարանը, եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիան, այս հաստատություն հետագայում նաեւ եվրոպական եւ ֆրանսիական քոլեջները, այս հաստատություններից նույնպես իրականացվել են գրքերի մեծաքանակ ձեռքբերումներ, գրքերը նաև հիմա առկա են գրադարաններում, այդ մասին կան տեղեկանքներ, որոնք համապատասխանաբար ներկայացվել են դատախազությանը, բայց հաշվարկներում հետագայում չեն ներառվել։ Ինչ վերաբերվում է Բայրամի ձեռքբերման ըստ կատարված հաշվարկների, չհաշվարկված 8 միլիոնը, չհաշվարկված նվազագույնը 3 միլիոն եկամուտը 4 աշխատատեղերից, եվրոպական եւ ֆրանսիական եւ ում համալսարաններից վերցված գրքերի դիմաց եկամուտներ մոտավորապես մեր հաշվարկով գերազանցում են 20 միլիոն դրամով։ Եվ այստեղ մինչև 2003 թվական, 2004 թվականին, երբ որ վերջ էր բերվում Բայրամի տունը, ըստ մեր կատարած վերահաշվարկի առկա էր արդեն մոտավորապես 39 միլիոն դրական մնացող, այսինքն բնակարանի ձեռքբերման ծախսը ըստ էության ամբողջությամբ հիմնավորված օրինական եկամուտներով։ Իդեպ Բայրամի բնակարանի ընդամենը 30%-ն է համարվել ապօրինի եւ արկա չհաշվարկված մնացորդները ակնհայտորեն բավարար են, որպեսզի այդ բնակարանը ամբողջությամբ ձեռք բերել։ Բացի այդ, նույն թվականին Արթուր Բաղդասյանը վայրարել է Թումանյան 11 շենքի 46 եւ 48 բնակարանները 12,665,000 դրամով, ինչը նույնպես տվյալ տարում դրական մնացորդ է համարվում։ Եվ Բայրամի բնակարանը իհարկե հստակներով ձեռք է բերված 2004 թվականին, սակայն ինքը շահարկման է հանձնվել 2005 թվականին,
տեղափոխվել են բնակվելու 2006 թվականի մայիսին եւ բնականաբար հաշվարկներ իրականացնեց, պետք է հաշվի առնել, որ մարդը որոշակի ժամկետանց վճարումներով է իրականացրել դրա բնականի ձեռքբերման գումարը։ Սա նույնպես հաշվի չի առնվել։ Ամփոփելով այս 94-ից 2004 թվականները մի քանի առանձնացնեմ նկատառումներ, չեն հաշվարկվել առնվազն 4 աշխատավարձից գործունեություն, որտեղ նա զբաղեցրել է ղեկավար պաշտոններ, չեն հաշվարկել Հայաստանի Հանրապետություն եւ Պարտեզում վաճառված 11,000-ավոր գրքեր, այդ թվում դրա վերաբերյալ արձանագրությունը հայտարարում եւ թվարկված օրինական եղանակներ եւ դրական հոսքերը պատշաճ կերպով հիմնավորում են վայրենի ձեռքբերման օրինական հիմքերը։ Եվ այստեղ ուզում եմ մի փաստ արձանագրել, որ պարոն Բաղդասարյանը այն բացառիկ պաշտոնական գործիչներից է եղել, ով 1998 թվականին, երբ Հայաստանում ձևավորված չէ եղել հայտարարի մշակույթը, ձևավորել է ներկայացրել հայտարարի եկամուտների եւ հիմքի վերաբերյալ։ Հաջորդ շրջանը 2004-ից 14 թվականները։ Այստեղ մենք ունենք տեղական ֆրանսիական համալսարանից փոխանցումների վերաբերյալ 5 միլիոն դրամի փոխանցում, որը չի հաշվարկվել դատախազության կողմից, 1 միլիոն դրամի փոխանցում, որը չի հաշվարկվել դատախազության կողմից, Եվրոպական քոլեջից 2009-ից 16 թվականի ձեռքբերված գները 5 միլիոն դրամով մոտավոր եմ ասում, ֆրանսիական քոլեջից ձեռքբերված 555 միլիոն 855,000 դրամով եւ այս գործակների վերաբերյալ համապատասխան տեղեկատվներ ներկայացվել են դատախազությանը, սակայն նշված գումարները վերահաշվարկ չի իրականացվել։ Միայն այս դեպքով այս ժամանակահատվածի համար այստեղ արդեն ունենք մոտավորապես 13 միլիոն դրական օրինական մնացորդ, եկամուտ։ Այս գումարները հաշվարկից դուրս թողնելը չի կարող դիտարկվել որպես տեխնիկական անգամ արդյունքի վրա չհասող բացողում, դրանք ուղղակիորեն մեծացնում են անձի օրինական դրական մնացորդը եւ կարող են փոխել հետագա հաշվարկների ընթացքում։ 2011 թվականին սա ուղղակի մի հատ փոքր դրվագ է, որպեսզի պարզ լինի, որ հաշվարկների մեթոդաբանությունը ինչ չափով թերի կամ ոչ բավարար հիմնավոր է իրականացվել։ 2001 թվականին Աննա Բաղդասարյանի հաշվին այլ անձի կողմից փոխանցվել է 534,067 դրամ։ Քանի որ փոխանցող անձը եւ փոխանցման նպատակը չէին նույնականացվել, նշված գումարը դիտվում է որպես ապօրինի եկամուտ։ Ֆինանսական եւ ապացուցողական տեսանկյունից չնույնականացված գումարը եւ ապօրինի եկամուտը սրանք նույն եզրույթները չեն։ Փոխանցման նպատակի կամ ուղղակիորեն ուղարկելու վերաբերյալ տվյալների սկզբնական բացակայությունը կարող է հիմք դառնալ լրացուցիչ ուսումնասիրության համար, բայց ոչ թե գումարը միանգամից ապօրինի դիտարկել, սա ուղղակի օրինակ է։ Հաջորդը այս ժամանակահատվածի հաշվարկի ամենաէական խնդիրը 2009 թվականի դեկտեմբերի 30-ին կատարված գործարքն է, որը ըստ դատախազության Արտուր Բաղդասարյանը 48 միլիոն 670,608 դրամ փոխանցել է Հայասի գրուպի հաշվին, որի 46 միլիոն 997,096-ը դիտվել է ապօրինի, եւ սա հենց այն սկզբնակետն է, հենց այն ելակետն է, որտեղից սկսվում են այդ վիրուսային ազդեցության մնացած հաշվարկների տոկոսային ապօրինի ճանաչումը։ Ուրեմն այսպես, վերահաշվարկի արդյունքում մինչև 2009 թվականի դեկտեմբերի 30-ը ամենախիստ հաշվարկներով պարոն Բաղդասարյանը կունենա 39 միլիոն օրինական եկամուտ, այս լիովին բավարարում է այս փոխանցումը իրականացնելու։ Սակայն տվյալ փոխանցումը իրականում Արտուր Բաղդասարյանի կողմից չի իրականացվել եւ դատախազության կողմից ներկայացված տվյալները նման փոխանցման մասին հիմք առկա չէ։ Ավելին, տվյալ փոխանցումը չէր կարող իրականացվել Հայասի գրուպի հաշվին, որովհետեւ Հայասի գրուպը 2009 թվականի դեկտեմբերի 30-ին գոյություն չի ունեցել, ձևավորվել է 2000 թվականի ապրիլին։ Մենք ունենք տվյալ փոխանցման վերաբերյալ տեղեկատվություն, սակայն դրա մասին որը առնչություն չունի Արտուր Բաղդասարյանի հետ, բոլորովին այլ գործարք է։ Սա ոչ թե մեկնաբանության հարց է, այլ ժամանակագրական եւ իրավաբանական օբյեկտիվ անհամատեղելիություն։ Այս հանգամանքը վիրուսավորող ազդեցություն կարող է ունենալ հետագա բոլոր հաշվարկների վրա, քանի որ վիրուսային ազդեցության բոլոր հաշվարկներում, բոլոր դատախազության տված մեծ ամասության մեջ հումը տված է սրան, որ հիմքերում առկա է այդ ոչ օրինական ներդրում, եթե տեղավորվել է Հայասի գրուպը։ Այսինքն նաև այս ձևակերպմամբ է ապօրինի ճանաչում պարոն Բաղդասարյանի հաշվին փոխանցված 250 միլիոն դրամը, որի մասին խոսեց պարոն Շահնազարյանին, դրված է, որ
Մասնակցությունը տվյալ կազմակերպությանը ապօրինի է, բայց հասկանում են, որ ապօրինի չի, որտեղ ապօրինի դիտարկող փոխանցումը նվազագույնը պարոն Բաղդասարյանի կողմից չի իրականացվել։ Ինչ վերաբերվում է 14 թվականին այդ տարածքների վաճառքի եւ այլնի վերաբերյալ, այստեղ երևի թե չանդրադառնամ տեքստում արկայում մանրամասնային հարաբերություն, ինչպես նաեւ Հարգարժան դատարանի հարցի շրջանակներում խոսեցինք, որ պարոն Բաղդասարյանը իրացրել է Հայասին ձեռքբերման գնով, քանի որ ամբողջին հայրական այդ բեռը եղել է Հայասի գրուպի վրա։ Դատարանի ներկայացում Հայասի գրուպի կողմից 2010 թվականին հիմնադրման տարում ներգրաված վարկային միջոցների վերաբերյալ տվյալներ, երբ որ ստեղծվել է Հայասի գրուպը, հենց անմիջապես ստեղծումից հետո ԱՊ բանկից ներգրավել է 5.176.000 դոլար։ Այսինքն Հայասի գրուպային բացառիկ ընկերությունը, ես նույնպես ուզում եմ սա շեշտել, Արտուր Բաղդասյանն անձն է, ով ստեղծել է Հայաստանի Հանրապետություն գործարան բացառապես վարկային միջոցներով, չի յուրացրել պետական բույր, չի յուրացրել որևէ այլ անձին պատկանող որևէ հաստատություն կամ շենքշինություն, այլ հողի վրա վարկերով ստեղծել է գործարան։ Եվ բնականաբար հետագայում նաև ուսեք էքսպերտների հետ խոսեք, 5.176.000 գումարային վարկը դա միայն 2010 թվականին է վերաբերում, երբ որ սկսել է Հայաստանի գործունեությունը, հետագա տարիների վերաբերյալ նույնպես ունեն բազմաթիվ միլիոնանոց վարկերի մասին, բանկերից տված տեղեկաններ, որ նույնպես տես կներկայացնեն։ Այսինքն Հայասի գրուպը ամբողջ գործունեությունը սկսել է իրականացրել է մեկնարկել եւ շարունակել է, հիմա էլ ցավոք սրտի շարունակում է իրականացնել վարկային միջոցներով։ Ցավոք սրտի, որովհետև ինչպես նշվեց, գտնվում է բանկերի այդ սննդացման վարույթներում, բոլոր բաժնետոմսերը գրավադրված են բանկերում եւ այստեղ մարդ, ով այդպես զբաղվել է ապօրինի գույքով եւ միջոցների ձեռքբերման եւ միջոցները գտնվում են այս վիճակում, կարելի է միայն ուսումնասիրել։ Լավ, վարկը նվեր կամ անվճար հարստություն չէ, անվերադարձման ենթակա գումար է, եւ եթե Արտուր Բաղդասյանը վերցված կարողանա տիրապետել որևէ ապօրինի միջոցներով, այս միլիոնավոր վարկերը տարիներով, միլիոններով ուղղակի տոկոսներում չէին սպասել։ Սա փաստում է նրա մասին, որ այստեղ որևէ ապօրինի ձեռքբերված գույքի կամ իրացված միջոցի կամ առաջացած եկամուտի մասին ուղղակի խոսելը հիմնավորել է պետք անհետքում, եթե այդպիսի հայտարարություն արվում է։ Մեծարգո դատարան, երբ ընկերության ստեղծման ֆինանսական աղբյուրը վարկային պայմանագրերով, բանկային փոխանցումներ եւ ստանձնած վարկականություններով հաստատավորված է եւ կներկայացվի ձեզ, այդ ընկերությունից ստացված փոխառությունները չեն կարող դիտվել ուղղակի ապօրինի, որովհետեւ այստեղ ապօրինության, նույնիսկ եթե դիտարկեն, որ որևէ ինչ-որ գործարք եղել են, չնշանակում, եթե ձեր մասնակցության հիմքը ապօրինի, հետեւաբար ձեզ տված փոխառությունը ապօրինի։ Ինքը չի վերցել, ես եմ վերցել, ոնց կարելի է թե ընկերությունը դիտարկել ապօրինի փոխառություն եւ գումարային ստանալ տնտեսական ֆինանսական տեսանկյունից, սա ուղղակի արհեստականորեն գումարը մեծացնելու տարբերակ է։ Լավ, անցնենք 15-ից 24 թվականները։ Վերջին ժամանակահատվածը, որին ցանկանում եմ անդրադառնալ, հենց սա է։ 16-ին Արտուր Բաղդասարյանը վարել է 622.085.775 դրամ օվերդրաֆտ, որից 164 միլիոն եւ այլն ճանաչվել է ապօրինի, սակայն 18 թվականին Ամյոբանկից տված տեղեկանքի համաձայն տեղեկատվը դիտել այստեղ խորակոպյան արկայ դրամատիկական նույն թվականին Ամյոբանկից պարոն Բաղդասարյանի կողմից ստացվել է ոչ 622 միլիոն դրամ վարկ, այլ ստացել է 1.853.800 ԱՄՆ դոլար վարկ, որը մոտավորապես 877 միլիոն դրամ։ Այսինքն ոչ միայն բավարար միջոց կարողացրախտը ծածկել, այլ այնտեղ մոտավորապես 100 ծավել, օրինական 100 միլիոն ծավել, օրինական եկամուտ է առաջանում։ Ֆինանսական հաշվարկը չի կարող լինել արժանահավատ, երբ պարտավորության մարումը հաշվարկվում է ամբողջությամբ, իսկ պարտավորությունը մարելու համար ձեռքբերված միջոցները հաշվարկվել են այստեղ մասնակի։ Չէ, դա չի։ 17 թվականին օվերդրաֆտի մարման գումարը 16 միլիոն է, որը չի հիմնավորվել օրինական եկամուտով, հենց միայն արդեն այդ չհաշվարկված վարկից մնացած 100 միլիոնը արդեն հիմք է, որ այս 10, այսինքն մնացածը արդեն այդ վիրուսային սկզբունքով հաշվարկի սխալ տարբերակով առաջացած անօրինական կամ ապօրինի եկամուտներ կամ ծախսեր են, որոնք
հաշվարկի արդյունքով վստահաբար կարող են մեծ տարբերություններ առաջանալ։ Նույնը 18 թվականին էլ 925,000 դրամ չի բավարարել, որպեսզի ամբողջությամբ դիտարկվի գործարկը, բայց բնականաբար էլի վերահաշվարկի արդյունքով այդ գումարները առաջանում են եւ այսպիսի բազմաթիվ գումարներ։ Նույն տրամաբանությամբ կարելի 2015 թվականին այսպես փոքր մի քանի միլիոնանոց գործարկներ են, որոնք այդ հաշվարկի արդյունքում բոլորը տալիս են օրինականության դաշտ։ 2020 թվականին 8,389,500 դրամը դիտարկվում է որպես ոչ օրինական եկամուտ։ Տվյալ գումարը ձևավորվել է բանկային հաշիվներից եւ հնարավոր չի եղել նույնականացնել փոխանցման նպատակը։ Այստեղ էլի ուզում եմ արձանագրել, որ երբ որ հնարավոր չի նույնականացնել, չի նույնականացվել, դա դեռ չի նշանակում ապօրինի եկամուտ տնտեսական տեսանկյունից։ Բայց մեր կողմից պարզվել է, որ սույն գործարքները իրականացվել են փերսել եւ վիզիտի համակարգերի միջոցով եւ 2020 թվականին անհրաժեշտություն չի առաջացել նույնականացնել այն անձին, ով այդ փոխանցումը իրականացնում։ Սակայն, երբ որ գումար ես մտքագրում, պահանջում է հեռախոսահամար եւ ինչ որ ջանքերի միջոցով կարելի է հեռախոսահամարի միջոցով պարզել, ով է իրականացնել եւ ինչ նպատակով փոխանցումը, ոչ թե միանգամից դրանք դիտարկել ապօրինի։ Օրինակ փոխանցումներից մեկը մեզ մոտ կա հստակ տեղեկատվություն, որ իրականացվել է Հայաստանի Եվրոպական քոլեջի կողմից 4,600,223 թվականին, որը նույնպես դիտվել է ապօրինի, քանի որ չի կարողացել պարզաբանվի ում կողմից է իրականացվել է քոլեջի կողմից, որովհետև պետք է վճարել փոխհատուցում, տեխնիկական խնդիր է եղել փոխանցումը անհնար է իրականացնել երկրի տարբերության միջև վճարել համակարգի պատճառով, արագ փոխանցման համակարգով փոխանցել են իրենց մոտ առկա համապատասխան փաստաթղթերը, որը հիմնավոր օրինական եկամուտ է դիտարկվում։ Հենց այս կոնկրետ օրինակը ցույց է տալիս, որ հաշվարկման տրամաբանությունը, կառուցվածքը եւ ինչու՞ չէ նաեւ մեթոդաբանությունը ունեն որոշակի խնդիրներ։ Այստեղ էլի մեծ խոշոր գործարքի եմ ուզում անդրադառնալ, խոսքը վերաբերվում է Skygreen, որից փոխհարուցման տրամադրումը եւ հետվերադարձը դիտվել է ապօրինի։ Խոսքը գնում է մոտավորապես 730 միլիոն դրամի մասին, որ բավականին խոշոր փոխանցում է։ Մեզ մոտ առկա է, ինձ մոտ ուղղակի մեկ օրինակ է, այստեղ կներեք ես պատշաճ չեմ ներկայացել երևի թե, բայց հետագայում ձեզ կներկայացնեն օրինակները, որը ցույց է տալիս, որ Skype-ում ստացել է վարկ, որը անմիջապես կանխիկացվել եւ փոխանցվել է Արտուր Բաղդասարյանի հաշվին, որը անմիջապես փակել է փոխհարուցումը, որը վերցրել է վարկ եւ մարել է վարկը, որը վերցրել եւ տրամադրել է Skype-ին։ Այսինքն մի քանի րոպեի, նույնիսկ այդ գումարը ֆիզիկապես դուրս չի եկել բանկից, մի քանի րոպեում վերցվել է փոխհարուցում, ծածկվել։ Ինչու է առաջացել այս իրավիճակը, որովհետեւ այս բոլոր ընկերությունները գտնում են սննդվածքի վարույթում, գտնում են դատական գործընթացներում, սերտիֆիկատներում, վարկային եւ բանկային, եւ պարոն Բաղդասարյանը իր սեփական անձով, իր հնարավորություններով եւ պատասխանատվությամբ ու ռիսկերով ստանձնել է այդ ընկերությունները ճգնաժամից դուրս բերելու պատասխանատվությունը եւ վերցրել է վարկային միջոցներ, որոնք վերադարձվել են ու անմիջապես մյուս փոխհարուցում ծածկվել են։ Եվ սա կարող եք տեսնել բազմաթիվ տեղեր, բազմաթիվ կողմանի, որ վերցրել է overdraft, որը նախկինը ծածկել է ու մի փոքր ավել է եղել, վերցրել է overdraft, որը նախկինը ծածկել է եւ մի փոքր ավել է եղել, որ գումարներն էլ դատախազության հաշվարկի մեջ նայեք, գրեթե նույն գումարներն են, վերցրել է overdraft, նախկին ծածկելու նպատակով։ Ցանկանում դատային ուշադրությունը հրավիրել նաև մեկ կարևոր հանգամանքի վրա 2010 սա վերաբերում է արդեն այս փոխհարուցումները։ Սրա հետ կապված հավասում եմ ինչի վրա ուշադրություն հրավիրել։ Այս 16 թվականից սկսած, երբ որ սկսում է այս վարկեր, փոխհարուցումներ եւ այլն, որոնց ինչ որ մի հատվածներ ճանաչվում են ապօրինի, Արտուր Բաղդասարյանը օրինակ 16 թվականին վարկ է ունեցել 1,853,800 ԱՄՆ դոլարի չափով, 910,000 ԱՄՆ դոլարի չափով, բավականին միլիոնավոր ռուբլիներ եւ այլն, որոնց մասին տեղեկանքներ է, նույնպես ձեզ կտրամադրվի։ Այսինքն այս ամբողջ առողջացման գործընթացը տեղի է ունեցել վարկային միջոցների հաշվին։ Մեծարգո դատարան մեր իրականացած վերահաշվարկը ցույց է տալիս, որ դատախազության ֆինանսական հաշվարկում առաջ են ոչ թե մեկ, այլ կամ երկու մեկուսացված մի քանի թվաբանական վիճակներ, այլ փոխկապակցված եւ վերջնական արդյունքի վրա էական ազդեցություն ունեցած փաստորներ, մասնավորապես հաշվարկից դուրս են մնացել տարիների աշխատանք, հաշվարկից դուրս են մնացել հայտարարում ակտիվ գումարներ,
Գրքերի իրացումից արկա գումարներ։ Չեն ներառվել ուսումնական հաստատություններում տեղգծած միլիոնավոր վաճառված գրքերի դիմաց գումարները, գրքերը նաև արկայանում եւ այլն, մի փոքր ավելի ավագ սերնդի իրավաբաններ, իրավական ոլորտի գիտնականները եւ այլն, բոլորը այդ գրքերից սկսած մաքսային եւ առողջապահական օրենսդրությունից, դատաբարական օրենսդրությունից, բոլորը մշակվել են Արտուր Բաղդասարյանի հեղինակությամբ կամ համահեղինակությամբ, որը չէր կարող չբերել օրինական եկամուտներ։ Արտուր Բաղդասարյանը վերագրում է գործարքներ, որոնք նպատակում ինքը չի կատարել եւ որևէ կապ չունի տվյալ գործարքների հետ, կան չնույնականացված փոխանցումներ, որոնք պարզալարացիչ պարզաբանման փոխարեն անմիջապես ճամփորդվել են ապօրինի։ Չինարական ծախսեր, որոնց պարզաբանումը հստակ է իրականացվել է Հայասի գրուպից եւ բնականաբար իրացման արժեքով, ներեցումման արժեքով վաճառվել է Հայասին։ Եվ վերաֆինանսավորման, փոխառության վերադարձման, փոխառության տրամադրման երուսային ազդեցության հաշվարկներ, որոնք հիմքերի ամրապնդման արդյունքում բոլորը դառնում են օրինական, բոլորը գալիս են օրինական դաշտ։ Նույն տրամաբանությամբ եթե վերականգնում են բաց թողնված օրինական եկամուտները եւ ուղղում են սխալ վերագրված գործարքները, այդ շղթայական եղանակը աշխատում է արդեն օրինական ճանաչելու գործարքները ուղղությամբ։ Եվ վերջում չեմ կարող չանդրադառնալ նաեւ այստեղ մարդկային եւ հանրային գիտությունը խոսքը Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախկին նախագահի մասին է, մարդ, որը լրատվական պատմության մեջ, Հայաստանի պատմության մեջ եւ իրավական համակարգի կառուցման պատմության մեջ տարիներով զբաղեցել է օրենսդրական, գիտական, կրթական եւ հասարակական գործունեություն, այսօր էլ է զբաղվում գիտահասարակական գործունեությամբ, մարդ, որի հեղինակած գրքերն աշխատությունները կիրառվել են իրավաբանական կրթության, իրավական պրակտիկայի ոլորտում, տարածվել են Հայաստանում եւ արտերկրում, մարդ, որի պետական եւ հասարակական գործունեության ընթացքում արժանացել է Հայաստանի Հանրապետության պետական պարգևների եւ օտարերկրյա բազմաթիվ պետությունների եւ կառավարությունների բարձրակարգ պարգևներով, այս համակարգը իվարկե որևէ անձի չի ազատում հաշվետվականությունից եւ ֆինանսական եւ այլ պատասխանատվություններից, բայց նույնքան անընդունելի է հակառակ ծայրահեղությունը, տասնամյակներ հաստատավորված եւ ցույց չտված եկամուտների արդյունքում մարդու միակ թույլը նմանատիպ գործերով անցնող բազմաթիվ գործերի է կառուցում եւ արդեն 10, 20, 30 անշարժ գույքեր եւ այլն, այս պարագայում մենք գործում ենք մեկ բնակարանի, մեկ անշարժ գույքի հետ, որտեղ 2006 թվականից մինչ օրս ապրում է Արտուր Բաղդասարյանը եւ որի ընդամենը 30%-ն որին ճանաչել, որն էլ բազմաթիվ ուղղություններով եկամուտներով փորձում ենք ապացուցվում է եւ ցույց է տրվում, որ օրինական չի կարելի մարդու միակ բնակարանի օրինականությունը կասկածի տակ դնել մի հաշվարկով, որն անտեսել է նմանատիպ շատ գործառույթություններ։ Մեր վերահաշվարկը ցույց է տալիս, որ Արտուր Բաղդասարյանն ունեցել է զգալի չափով հաստատներով հաստատված օրինական եկամուտներ, բարգային միջոցներ, այլ օրինական ֆինանսական հատումներ, որոնք բավարար են եղել քննության առկա բազմաթիվ գործարքների, այդ թվում Բայրամի տնից բերմանը, Հայաստանի մասնակցությունը եւ հետագա փոխհատուցումների տրամադրումը իր կողմից ղեկավարվող ընկերությունների։ Բայց դատարանից իրավաչափորեն ակնկալվում է, որ որևէ անձի գույքը չդիտարկվի որպես ապօրինի, քերի հաշվարկի, չհետազոտված փոխանցումների, բաց թողնված եկամուտների եւ շղթայական սխալների արդյունքում, որովհետեւ ֆինանսական վերլուծությունը ենթադրությունների արվեստ չէ, այն փաստերի, փաստաթղթերի եւ ամբողջական դրամական հոսքերի գիտություն է, իսկ այս գործով փաստերի ամբողջական եւ օբյեկտիվ հաշվառումը հանգեցնում է ոչ թե ներկայացած հաշվարկի հաստատմանը, այլ դրա հիմնավոր վերանայման ակնկալմանը։ Հարցեր ունեք։ Շարժի դատարան, քանի ծավալուն եմ անասում ենք ծանոթանանք, մեր հաշվարկը համադրենք, հետագայում նոր եթե հարցեր լինեն ընթացքում։ Նախնամասում հասանում ենք կարող ենք ասել հաջորդ դատավարական գործունեությանը։ Հաջորդ դատարան կարծում եմ ոչ, որովհետև ներկայացված ելույթի առարկության արտադրության կառուցման փաստաթղթը նաև որոշակի հաշվարկներ է պարունակում, կարծում եմ կարիք կա նաև կողմից ուսումնասիրելու եւ հետագայում նոր անցնելու ապացույց պարտականություն վարժի մասին որոշակի։ Ասեք պարոն Շահյան։ Ես հավերժ այսօր ներկայացուցիչ համաձայն եմ, ես կարողանում եմ փաստաթղթ նշեմ, մենք այսօր պարզապես չհասցրեցինք, որ ամբողջական կազմում, սակայն ստանձնում դատարանի առջև պարտավորություն վաղ ներկայացնելու մեր հաշվարկները էլեկտրոնային կարգով, նաև ուղարկելու հարգարժան այսօր ներկայացուցիչներին։ Շատ լավ, եւ ուղղակի որ
որպեսզի նաև ընկալել լինի հաշվարկը ինչ մեթոդաբանությամբ եք իրականացրել, այն ձևով ինչ որ հայցվորն է իրականացրել, ուղղակի թվերն եք փոխել։ Այո, թվերն եք փոխել բացատրագրելով հարգելի դատարան, որպեսզի պարզ լինի, այնպես թիվ չլինի օդի մեջ, բացատրագրելով մեկնաբանությունները։ Տարեկան կտրված։ Այո, տարեկան կտրված։ Շատ լավ։ Եվ գործի արդյունավետությունից ելնելով ճիշտ է դա հաջորդ դատավարական գործողությունն է, բայց երրորդ անձանց ներգրավելու անհրաժեշտություն կողմերը տեսնում են, տեսնելու են, ինձ նաև հետաքրքիր է ընկերությունների մասով, որ ասիկ սնանկության վարույթներում են գտնվում, արդյոք արդեն կա որոշում վճիրը Բիմը վեր վարույթ չի ընդունվել, հետ վերցեցին, բանակցություն որ չներկայացնեն գործը։ Լավ, իսկ ընկերությունները, ովքեր որ երրորդ անձ են ներգրաված այս գործով, մասնավորապես Gavex Group-ը, ովքեր են հանդիսանում մասնակիցները Gavex Group-ի։ Հայասի գրուպը, հարգելի դատարան եւ եթե չեմ սխալվում, Վարուժան Բոլորչյան։ Վարուժան Բոլորչյանը ներառված է, Հայասի ներառված է, Հայասի գրուպի մասնակիցն է, Gavex Group-ը, իսկ Gavex Group-ի մասնակիցը ով է։ Վարուժան Բոլորչյանն է 5%-ի մասնակիցը։ Կարծում եմ 5%-ի մասնակիցը Վարուժան Բոլորչյանն է, մնացածինը Հայասին։ Հայասին է, Տիկին Սարգսյան, քանի որ դուք ներկայացնում եք Հայասին։ Լավ, իսկ Բասխ ՍՊ-ինը, Ֆելինգերը եւ Եվրոլային ՍՊ-ին Skyview։ Բասխինը Վահան Բաղդասարյանը, Ֆելինգերը Բոլորչյանն է։ Եվրոլայնը Եվրոլայնը ընկերությունն է պարտանում ինչ-որ մասնակցություն հանդիպել։ Ես ասում եմ, որպեսզի հասկանանք արդյոք նախապատասխան եղանքի արած կա թե ոչ, որպեսզի դատարանը ծանոթության պատասխան մասնակիցներին, ովքեր որ ներգրաված չեն։ Վարուժան Բոլորչյանն է մասնակիցը։ Ներառված է եւ Skyview։ Skyview Բոլորչյանն է։ Այսինքն այլ անձ չունենք, որը որ կարող է այս ընկերությունների բաժնեմասերից նախապատասխան իրավունքից օգտվելու։ Շատ լավ, շատ ավելի լավ, ուրեմն մենք համարում ենք, որ դատավարության մասնակիցների կազմը ամբողջական է, այլ անձանց ներգրավելու անհրաժեշտություն չկա եւ հաշվառելով որ ներկայացվել են առարկություններ եւ նաեւ առարկությունների հիմքում դրված ուրեմն էլեկտրոնային ֆայլը կողմը պատրաստական է ներկայացնել ասացիք, վաղ ներկայացի դատանի եւ մյուս կողմերին դատարանը այս պայծ նպատակարար է գտնվում այսօրվա դատական նիստը եւ մենք շարունակենք հաջորդ դատական նիստի ընթացքում շարունակենք առարկություն պատասխանող առարկությունների փուլը եւ արդեն կանցնենք հաջորդ դատավարական գործողություններին եւ հաջորդ դատական նիստի համար կողմերն առաջարկում պատրաստեն ընդհանուր միջև ապացման պարտականությունը վաշխալի հարցի քննարկմանը դա միջնորդություններ չլինեն միջև ապացման պարտականությունը վաշխալի հարցի քննարկումը հաջորդ դատական նիստը Անդրադառնալ բավականին տարեկացնել օգոստոսի 21-ից մինչև սեպտեմբերի 4-ը արձակուրդում գտնվելու եւ ծանոթանալու համար ակնկալում են ամսի ժամանակ հաջորդ դատական նիստը Սեպտեմբերի 11 ժամը 10:00 հարմար կլինի կողմերին բոլորին հարմար էր հաջորդ դատական նիստը նշանակվում է սեպտեմբերի 11-ին ժամը 10:00 դատական նիստը հայտարարվում փակված